գնացել էի կառավարության ներս հանդիպման, նախ կցանկանամ նշեք թե որ ընկերության ներկայացուցիչն եք դուք պարոն Ծառուկյանի եւ ինչ պատասխան տվեցի ձեր կառավարությունից։ Նախ ես պարոն Ծառուկյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, ուղղակի Օլիմպիադանում աշխատում եմ որպես մարզիչ։ Այո։ Եվ ես չգնացի, մեզ հրավիրեցին։ Այո։ Այնտեղ քննարկեցինք ընդամենը 3 հարց։ Ասեցի, ես անձամբ այդ հարցերը դրեցի ու բոլորն էլ նույն հարցերի շուրջ են։ Եթե ինչ որ պետք է պարոն Ծառուկյանի օբյեկտների հետ կապված փակված լինի օբյեկտները, աշխատողների աշխատավարձը շտապ հատուցեն, եթե չեն կարող իր կառավարությունը հատուցի շտապ Օլիմպիադանի մասին եւ բոլոր աշխատողների կողմից կասեմ, ովքեր վարկեր ունեն բանկերին ստիպեն, հրահանգեն, ոնց են կարող հրահանգեն ձերբակալեն Էրիկին, ձերբակալեն Ծառուկյանին, հրահանգեն բանկեր, ովքեր պարոն Ծառուկյանի օբյեկտներին աշխատող ժողովուրդը մոտիկանում ասում է, աշխատավարձ չեմ կարող ստանալ, քանի որ բնությունը, մենք գիտենք պետությունը բնություն է, էլի ոչ թե մենք տենց ենք հասկանում, բնությունը փակել է մեր աշխատանքները, բանկերը կանգնացրին ու ժամկետներ թող իրանք ասեն, եթե 3 ամսով են փակել, 3 ամիս բանկերը մեզանից վարկ չուզեն, եթե 1 ամսով են փակել, 1 ամսում եւ երրորդ պահանջը խնդրում եւ պահանջում ենք սեպտեմբերի 1-ը մոտիկա, օգոստոսի 1-ին շաբաթ օրը բացեք աշխատատեղերը, մենք երկուշաբթի օրվանից գնանք աշխատանքի։ Այդ 3 պահանջն ենք ուզել, ինձ թվում է հայերեն կանենք։ Իսկ ում հետ էիք հանդիպումներ կայացավ կառավարությունից, ում հետ էր ձեր Սպիտակ Սարաշկայում մի հատ տղա։ Անուն ազգանունը չֆիքսեցիք, հա։ Բայց շատ ընկիր տղա էր, որովհետև մարդու աշկերը երբեք չի խափում, ես անձամբ նրան ասեցի, քո տղան իմ մոտ մարզվում է։ Ու փակել են։ Քո տղան պատրաստվում է աշխարհի մրցումների։ Փակել են իր օբյեկտը, ապարապուքի տեղը։ Ամսի 15-ին քո տղային տանում եմ ծեծ ուտելու մրցումների տեղը, ինչի որտեղ Օլիմպիադանը փակա։ Նա զգաց որ իրականում չի կարելի էլի, եթե ինչ-որ բան կա, հա, հասկացանք, բայց աշխատակազմը մեզ խին մեզ աշխատանքից զրկել։ Ընդամենը ձեր պահանջներն եք ներկայացրել ու դուրս եք եկել։ Ասել են կարող եք։ Իսկ ասեցին ինչքան ժամկետներում կպատասխանեն։ Որտեղ վերադասում են։ Իմ կարծիքով այսօր պետության, որը շատ եմ, ես պետականամետ մարդ եմ, բանակում աշխատել եմ, պատերազմին միամիտ սաղ մնացել եմ եւ այլն, տես լիքը բաներ ամեն ինչին մասնակցել եմ, որ պետությունը ուժեղ է։ Ու հիմա ոնց հասկանում եմ, մենակ հրաման ենք կարող։ Չէ, եթե ինձ տվել են օրինակ, քաղաքապետարանում աշխատեմ, կոմունալ բաժնում ավերտ տեսուչ, ես արդեն այդ դրա պատասխանատուն եմ։ Եթե ինձ տվել են ոստիկանի համազգեստ, ես արդեն դրա պատասխանատուն եմ։ Ոչ թե ինչ ասեն են, ինչ ասեն են։ Կարող է սխալ եմ անում, տղեկ։ Չէ, անկեղծ ուրիշ բան չենք ուզում, բացեք մեր գործի տեղը գնանք տուն, երեխեք, ոնց ասեմ, երեխեք ասեմ, մեծեր ասեմ, փոքրեր ասեմ, կառավարություն չէ, աշխատողներ են, բայց ազգային անվտանգության ծառայողներ չեն, աշխատողներ են, բայց ոստիկանություն չի, որ ազգի պահապաններ են, մի հատ ստափվեք, որոշումներ կայացրեք, այլեր արեք, այ ախպեր, պահանջեք, ձեզ ինձ հրաման են տալի, ասում են իչի ժողովրդին ասա գնատուն, ասա ոնց իշտ եմ ասում Ոնց գնատուն մարդը գործից չի գնում, գնատունը չա, ավելի աստեղ անապ կասնի գնատուն։ Շարունակելու եք մնալ, հա, թե ամեն դեպքում կգնաք սպասելով կառավարության պատասխանի։ Ինձ թվում է պատասխանը իշտեն կամ կպատասխանեն։ Ինձ թվում է կպատասխանեն ինչի, որտեղ հավատում եմ, որտեղ հայեր են։ Մենակ թշնամի կարա աշխատանքից զրկի, որ մարդ սովածնա, ոնց ասեմ, որ մարդ բանկում պրոբլեմ ունենա, որ մարդ ընտանիքում պրոբլեմ ունենա, սարքել եք ոչ մի բան, այ ախպեր մեզի։ Տղեկ, նա թափ տվեք, չայնիկին թեյնիկ ասելով չեք ապրել, բայց նա որոշում կայացրեք, աշխատանք ես խից փակ է, ապագա կա, նա չարջուկիտին հարց ես տալի, աշխատանք ես փակել են, ասում ապագատ քանդել են, ոնց ասեմ։ Իսկ ներողություն մարզվող տղաների հետ կապված այս ժամանակահատվածում 23 օրերի ընթացքում որևէ տարբերակ գտել եք տղաներին մարզել, թե ամեն դեպքում անմարզ։ Ընկերների օգնությամբ դահլիճներում տանում են, բայց ոչ մեկ էլ չի գալի, օրինակ Դավթաշենի մարզվողը չի գալի ներկայացան։
ծնողին հարմար չի, առավոտվա ժամեր է, ծնողը աշխատանքի է, Փառք Աստծո, իրանք էլ չեն զրկել։ Մենք գնում ենք ստեղ, ով կարում է գալիս է, հուլիսի 26-ին մրցաշար էր դրած, անձամբ ես էի կազմակերպվել, Օլիմպիադանը 107 հոգի մասնակիցի փոխարեն 20 հոգի մասնակցեց, 19 պարտություն։ Ինչի, երեխան ասում են, ինչի պարտվել, Օլիմպիադանը փակել։ Ինչ անեմ, նկարեմ ցույց տամ, բա, ինժիրովս գցեմ։ Հիվանդանոց չի։ Հոգեբուժական կենտրոն մարդկանց հավասարակշռությունից գցում եք, այո։ Մոռացել եք, այո, 12,000 վիրավոր հայ կա 20 թվից այսօր հազիվ ապրում է, այսօր գցում է ժողովուրդ, լավ չեն անում։ Տղեկ մենք որոշում կայացեք երկու շաբթի գնանք մեր գործի, բայ։ Ու ամեն օր չեք հավաքվելու։